Թանկարժան դատարան մի քանի իրար խառնված միջնորդություն պետք է ներկայացնեմ։ Նախ ասեմ, որ վկաներ են նշելու ավելացնելու դատակոչի ցուցակին, բացի այդ դատանին միջնորդելու եմ կոնկրետ փաստաթղթեր պահանջել, որը ոչ նախաքննության ընթացքում է ձեռք բերվել, ոչ ներկայացվել է դատարանին, ոչ էլ ես իրավունք ունեմ այդ փաստաթղթերը անձամբ ստանալ, դրա համար միջնորդելու եմ դատարանը պահանջի դա, եւ նախապես ասեմ, որ համապատասխան փուլը այդ միջնորդությունը տալու եմ, այլ հարցերի շրջանակում այդ մասով նաեւ խնդրելով ավելացնել ապացույցների ծավալի մեջ։ 334-ի կարգով, հա, ճիշտ ենք հասկանում։ Ներողություն։ Հետագայում։ Չէ, հենց անմիջապես այս հարցը քննարկելուց հետո այլ վերաբերելի հարցերի շրջանակում միջնորդելու եմ որպես ապացույց պահանջել, որովհետև վտանգ կա, որ մինչև մենք հասնենք այդ փուլին, այդ ապացույցը կարող է կորել, վնասվել կամ ոչնչացվել։ Այսօր ներկայացնելու եմ Թանկարժան դատարան գործի 3 հատորներից օպերատիվ գործողությունների վերաբերյալ, նախապես ասեմ, որ հաստատ ավելի շատ ժամանակի մեջ չենք տեղավորվելու եւ ապացույցների մասը միջնորդելու եմ հաջորդ փուլի համար։ Որպես վկա միջնորդում եմ հրավիրել եւ արձագաննել ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանելյանին, ով իր ցուցմունքով կհայտնի հանգամանքներ, որոնցով կհերքվեն առաջադրված մեղադրանքները։ Հասցեն առանձին կներկայացնեմ ընդմիջման ընթացքում գրավոր եղանակով։ Միջնորդում եմ հրավիրել որպես վկա արձագաննել Հովհաննես Ավետիսյանին, ով էլի դատանին է ներկայացնելու իր ցուցմունքով այնպիսի հանգամանքներ, որով հերքվելու է մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները։ Միջնորդում եմ դատարանին հրավիրել որպես վկա եւ արձագաննել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արտուր Պողոսյանին, քանի որ գործի վերաբերյալ կատարել է հրապարակային հայտարարություններ, հայտնել տվյալներ, որոնք չեն ունեցել նախաքննության ընթացքում եւ նաեւ ներկայացված չեն դատական վարույթի ընթացքում, հասկանալու համար թե տվյալները որտեղից եւ ինչ եղանակով են ձեռք բերվել։ Նույն կերպ միջնորդություն եմ հրավիրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, որպես վկա արձագանվելու, քանի որ կատարել է հայտարարություններ, որոնց վերաբերյալ տվյալներ քրեական վարույթում առկա չեն եւ կհասկանալ թե տվյալները ինչ եղանակով են ձեռք բերվել, արդյոք օբյեկտիվ իրականության մեջ եղել են եւ եթե եղել են ինչի չեն ներառվել վարույթում։ Սա վկաների մասով հետագայում արդեն ամբողջական ապացույցների հետազոտումից հետո լրացուցիչ միջնորդություններ ներկայացնել եմ էլի վկաներ ներգրավելու, բայց քանի որ այդ միջնորդությունների ներկայացումը պայմանավորված է լինելու հետազոտվելիք ապացույցների բովանդակությամբ, արդեն այս փուլում չեմ կարող ներկայացնել, նպատակահարմար չի։ Օպերատիվ